No! Այդպես, հերու ինձանից, 10 մետր, 10 մետր։ Բան, ջիրո արի հետերնից, դու իրեն հետևը կանգնիր։ Երեք չո։ Արեք։ Սանգյունը խփեմ, մենք հիմա մի հատ վեճ։ Լավ է եկավ։ Լավ է, շատ լավ է։ Մոխան լավ է։ Մեզ դեսավ եկել եկավ։ Առաջի գնացողները, առաջինը պետք է գնա իջնել կրակեր, հետո հետևինը կրակեր գնա նոր ինքնելներ, սա մի հատ։ Հետո մինակ էջի, որ մտնում եք չէ կրոյադեն, պետք է փած լինեք, իրարմից հերու, որ թշնամին գրծած չափ դժվարություն դարձ։ Մենք շատ լավ ենք։ Հունիսի 26-ին Մարտակերտի Մաղավուզ լուլասած գյուղերի պաշտպանական հատվածում հերոսաբար ընկավ Արցախի քաջարծիվ հերոսներից մեկը, Խաչակիրներ ջոկատի հրամանատար Կարոն։ Կարո Քաքեջյանը ծնվել էր 1962 թվականին Սիրիայում, բարձրագույն ինժեներական կրթություն ստացել Գերմանիայում։ Տիրապետում էր անգլերենին, ֆրանսերենին, գերմաներենին, արաբերենին, թուրքերենին, քրդերենին և իսպաներենին։ Պապը Սահակը, Ասլան մականունով, Փառապանց դրոյի թիկնապահն էր և իր զորավարի հետ անցել էր հայ ազատագրական կռիվների բոց ու կրակների միջով։ Պապն իր թոռան արյան մեջ հալուցի կաթ էր ներարկել և օրորել հայոց արիական բազկի մղած հերոսամարտերի պատմություններով։ Կարոն ուխտեց Մշեցի պապից հիշատակ մնացած գլխաշորը կրել այնքան ժամանակ, քանի դեռ հայրենի հողը մաքրված չէ ոսոխից։ 1988-ի երկրաշարժի օրերին, երբ առաջին անգամ եկավ Հայաստան, անմիջապես ձեռնամուխ եղավ Սփյուռքից հայրենիքին բազմակողմանի օգնություն կազմակերպելու գործին։ Մեկ տարի անց մեկնեց խորհրդային և ադրբեջանական համատեղ ոտնձգությունների թիրախ դարձած նոյեմբերյանի շրջան և մասնակցեց նրա սահմաններում մղված պաշտպանական կռիվներին։ Այնուհետև Արցախում կազմակերպեց Խաչակիրներ ջոկատը և մարտնչեց Մարտունու, Հադրութի, Մարտակերտի շրջաններում, Լաչինի մարտասիրական միջանցքում։ Իր մեծագույն և նվիրական երազն էր հասնել Մասսի կատարը և հալեցնել նրա կուսական ձյուները ձեռքերի ափի մեջ։ Այդ ճանտարի միջից իրեն գրագում են։ Ժորիկ, մատան, ասա չալ։ Վենց կնելու հանե աշկեն գունի գեշ։ Կարա, կետեք, գրակ չկա ոծոտ է։ Թուրքի տանկի մերը լացինք։ Այդ յակետը գծի։ Պատան է։ Այև երկրորդ ծանգը այլանդակ։ Բռնեք, դիք, չեք վերևից։
Գրագեք։ Շատ գազ։ Հա։ Գնտանա լավ, եթե լավ աշխատանք տանիք, արդյունաբեր աշխատանք տանիք, որ մեր արտասահմանի հայ ժողովրդին մեծահարուստներուն ցցնենք, որ իրենք դպավորվին մեր աշխատանքով, ադո հիման վրա մեզի տնտեսապես օգնություն տան։ Վիճակը ինչպես է։ Այ մարդիկներու վիճակը շատ քեշ է, առաջինը ավելի վատ է։ Ուզեմ ժողովրդին հոս հիշեցնել, որ ինչ գազམ་ագերություն որ կա, որ նյութական օժանդակություն կհավաքեն։ Նախապես թող Արցախ կան այցելեն եւ դեսնան վիճակը եւ գիտնան ճիշտ ուր պետք է օգնությունը հասցնեն, թեղը հաջող կհասցնեն, քիչ մնալ թող դեսնան զինվորին շատ կարեւոր է որ օգնություն հասցնեն։ Ալլա իրենց համազգեստը, ոչիգը եւ այլ ուրիշ բաներ։ Մի քանի հանձնախումբեր կամ գազམ་ագերություններ թող մտածեն այդ հայցիկներուն ամսական կապ իրենց, որտեղ շատ ընտանիք ունին, երեխաներ ունին, ցկած են եւ սարերուն մեջ գվայկարին, քոնե իրենց ամսական կապի որ միտքը հանգիստ լավ որ քոնե իր երեխան գուշ պիտի մնա, քիչ նյութական օժանդակություն ունենա։ Լավ այս Տարի վերջացնենք Ետ Շահումյանով Մարտակերտով հայրենիքը վերիվ ազատագրվի, քոնե մեր զավակները այս օրերը չդենան, ուրախակ է։ Արունից ձորած երիս մի գարդիր, երկնքից բողված գդոր մի գավույթ, հասուն հասկերի շողն նարնջակույն 6 տարերի խավարից վրա տրոշ երապյուրը։ Այս է Բողոսյան, Արտուր, ես եմ։ Խոստանաս լինել, արդար, անգեր, լիվար, եւ ամեն